Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, ազատություն ռադիոկայան, Վերջապես անցած շաբաթ Թուրքիայի պոլիտիկարանի հիմնադրումների ժամանակ Թուրքիայի աղավանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, ես մեջբերում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով Երևանն ու Բաքուն դեռ վերջնական համաձայնության չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անձնական պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առհասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի ու Բաքվի միջև, եւ դուք քիչ առաջ խոսեցիք Քրկին Մայլաթորից, ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դուք բացի պնդում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է բուսակրոնության ուղղը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք բուսակրոնության ուղղը խախտելու հետ կապված, արել եք Աշակ Սրբազյանի հետ կապված, որ նա եւս այդ ուղղը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան ողջավորականներից, ովքեր են խախտել բուսակրոնության ուղղը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանվել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին, ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ, եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք, ինչ որ դուք չգիտեք, չկա։